Հայտնի է, թե որ դատավորն է 300 միլիոն դրամ գրավի դիմաց պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքից ազատել։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանն է որոշում կայացրել 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Իդեպ այսօր ժողովուրդ օրաթերթը հայտնել էր, որ գլխավոր դատախազությունը չի կարողանում պետ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի էր դարձել, որ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է գլխավոր դատախազության բողոքը։ Պետ նախկին նախագահ տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր, սակայն վերաքննիչը անփոփոխ է թողել որոշումը եւ ըստ էության մերժել է դատախազությանը։ Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Տաշիր ընկերությունների խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր 1 ամսով։ Սակայն նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանդից տեղափոխվել է տուն եւ գտնվում է տնային կալանքի տակ։ Արդյունքում տնային կալանքից իևս ազատվեց։ Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննությունն արդեն իրականացվել է դեռևս 7 տարի առաջ եւ հերքվել։ Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ եւ ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է եւ օրերս մուտքագրվելու է եվրոպական դատարան։ Ու մինչ պաշտպանական կողմը Եվրոդատարան է դիմում, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ամեն գնով փորձում են պետ նախկին նախագահին տանել կալանքի։ Տեսնենք գլխավոր դատախազությունը կգնա վճռաբեկ դատարան, թե ոչ։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը։